Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Բանտից Աբովյանի հիվանդանոց, այնտեղից Նաիրիի վերակենդանացման բաժանմունք, վարչապետի հետ միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակը վատ է։ Սարդարապատի դպրոցի տնօրենը աշխատանքից ազատման դիմում է գրել, որն է պատճառը եւ ինչու են դեպքի մասին պատմությունները հակասական։ Ողբերգական դեպք Երևանում, Քանաքեռ Հեկի ջրամբարում երկու քաղաքացի է ջրահեղձ եղել։ Ինչ փուլում են Իրանի դեմ ավելի քան 1 ամիս շարունակվող ռազմական գործողությունները, ԱՄՆ Իրան հակասական հայտարարություններ եւ աղմկահարույց տեղեկություն խոցված F-35 կործանիչի մասին։ Նախ Դավիթ Մինասյանի մասին, որը երեկ առավոտյան բանտից տեղափոխվել է Աբովյանի հիվանդանոց, ապա Երևան Նաիրի բժշկական կենտրոն վերակենդանացման բաժին։ Մեծ հետզրույցում Դավիթի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն ասել է, որ գիշերը տեսել է Դավիթին։ Նրա խոսքով տղան շատ թույլ էր, միացված էր թթվածնի սարքին, մատներն էլ սևացած էին։ 18-ամյա Դավիթը 6-րդ օրն է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է։ Անցած կիրակի Ծաղկազարդի պատարագին եկեղեցի մտած վարչապետի ներկայությամբ տեղի ունեցած միջադեպից հետո։ Սակայն Դավիթ եւ Միքայել Մինասյանների հետ կատարվածից հետո շատ հարցեր են առաջացել։ Օրինակ, որքանով է իրավաչափ վերջին զանգից ընդամենը 2 ամիս առաջ դպրոցականի կալանավորումը, այն էլ այն դեպքում, երբ հայտնի է, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնք անհամատեղելի են կալանքի հետ։ Ինչպես նշում են փաստաբանները։ Փաստաբան Վարդուհի Էլբակյանն արդեն մի քանի օր է պնդում է, որ պատանու հիվանդություններից մեկը հենց կառավարությունն է սահմանել անհամատեղելի բանտային պայմանների հետ եւ նա պետք է անհապաղ ազատ արձակվի։ Երեք վերակենդանացման բաժանմունք տեղափոխելուց հետո փաստաբանն հայտնել է, որ տղան իրեն վատ է զգում եւ դեռ պարզ չէ, որքան ժամանակ կպահեն հիվանդանոցում։ Շտաբօգնություն հրավիրվեց, տեղափոխվեց Աբովյան Աբովյան ԲԿ-ում, քանի որ նա կոմպլեքս հիվանդություններ ունի եւ ինչպես Մարին էր ասել 9 օրեկանից նա բուժվել էր այս բուժ կենտրոնում։ Մի տեղը հակասում է մյուս տեղին, մի ներարկումը մյուս ներարկումին։ Ամբողջ այդ Աբովյան ԲԿ-ում Գանեն զանգում էր իր բուժող բժիշկներին, հարցնում էր ընդունենք մագնեզիում կարելի է, թե չի կարելի։ Այս մյուսի հետ կարելի է, թե չէ։ Եվ որոշում կայացվեց, որ երեխային տղային պետք է տեղափոխենք այստեղ։ Այս պահի դրությամբ այլ նորություններ չունեմ, միայն մեկ իր քրոնիկ խնդիրներով պայմանավորված է վատթարացել, թե հոգեբանական։ Բոլոր խնդիրները միասին կան, առաջացել են նաև այլ խնդիրներ, որոնք չեմ կարող հրապարակայնացնել։ Դավիթի առողջական խնդիրների մասին խոսել է նաև նրա մայրը, Գայանե Մինասյանը։ Նա պատմել է, որ որդու բուժումը միշտ կազմակերպել է Նաիրի բժշկական կենտրոնում եւ հենց իրենց ցանկությամբ է, որ նրան Աբովյանի բժշկական կենտրոնից տեղափոխել են Նաիրի։ Մենք ցանկացանք, որովհետև ինքը ունի իրան էս կարելի է, էս չի կարելի, սիստեման ալերգիա ունեն, անաֆիլաքսիայով, միայն ֆիզլուծույթ է, այնտեղ ուզում էին մագնեզիում անեին, ես բժիշկ եմ, ասացի, չէ, խնդրում եմ մի արեք, իրեն չի կարելի։ Տարբեր բժշկական բաներ կա, որ այդ ամբողջը երեխաներս վիրահատված են, միշտ ես զույգ ունեմ, դրա համար միշտ հոգնակիով եմ խոսում։ Ինքը ունի աղիների վիրահատված է, ինքը ունի տարբեր ալերգիա ունի, շնչահեղձությամբ ինքը ունի գլխուղեղի անոթների խնդիր, երբ որ կապտում է բանը անում սառաքրտինքագիտակցության կորուստ է ունենում։ Միջադեպին արձագանքել է նաև քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը։ Կազմակերպությունը հայտարարել է, որ այս իրավիճակում ուժային կառույցների արձագանքը եղել է անհամաչափ։ Այս համատեքստում պարզ է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի Դավիթի եղբոր Միքայել Մինասյանի դեմ քրեական հետապնդման հարցումը բնակարանի խուզարկությունը միջադեպին արհեստականորեն ավելի մեծ կշիռ տալու եւ հանրությանը մոլորեցնելու նպատակ է հետապնդում։ Եթե խափանման միջոցը չփոխվի, Դավիթ Մինասյանը դպրոցի վերջին դասարանի ավարտական շրջանն անցկացնելու է ջաղերի հետևում, ինչն իր հերթին բացասական է անդրադառնալու կրթության իրավունքի վրա։
Հաշվի առնելով միջադեպի հանգամանքները եւ կալանավորման օրենքով նախատեսված չափանիշները, Դավիթ Մինասյանին ազատությունը զրկելու որոշումը անհամաչափ է եւ կամայական։ Պաշտոնից ազատել են Դավիթ Մինասյանի գործը քննող քննիչին Հակոբ Հակոբկոխյանին։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նրա նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել խուզարկության կատարման կարգի եւ ծառայողական վարքագծի կանոնների հնարավոր խախտումների առթիվ։ Հակոբկոխյանը հրավիրվել է ներքին անվտանգության վարչություն բացատրություն տալու, որից հետո դիմում է ներկայացրել պաշտոնից ազատվելու մասին։ Իսկ մինչ բժիշկները պայքարում են առողջական խնդիրներ ունեցող այս տղայի կյանքի համար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մարզերում էր։ Նա կրթության նախարարի հետ այցելել է իր իշխանության տարիներին վերանորոգված դպրոցներ եւ մանկապարտեզներ։ Ստուգել են դասասենյակները, դռներն ու պատուհանները, նույնիսկ երեխաների սնունդը։ Սակայն առավել ուշագրավն այն է, որ այս այցերի ընթացքում պաշտոնյաները որևէ կերպ չեն անդրադարձել աղմկահարույց այս դեպքին։ Ահա, հիմա այս ամենալավ լուրը գիտեք, այս ամենի որն է, որ ստեղ կանգնած էինք ու ճաշի հոտ չկար։ Այդ նշանակում է օդափոխման համակարգը նորմալ աշխատում է։ Բայց ինչ եք այսօր պատրաստում երեխաների համար։ Հələ մի հատ բացեք, ես չմոտենամ։ Տեսնենք ինչ է։ Հավը։ Այնտեղ։ Բայց այցելությունը հարթ չանցավ Լեռնամերձ բնակավայրում։ Գյուղացիներից մեկը վարչապետի հետ զրույցում չի համաձայնել այն առաջարկին, ըստ որի փոքր գյուղերի երեխաները կարող են սովորել հարևան գյուղերի դպրոցներում։ Նրա խոսքով, եթե գյուղում դպրոց չլինի, գյուղը պարզապես կդատարկվի։ Դպրոցը, կներեք, դպրոցը գյուղի համար չի, դպրոցը երեխու համար է, որ նորմալ կրթություն ստանա։ Կներեք, էլի ես այդ հարցում ձեզ այդ համապատասխանում, երեխեքը գնալու են այնտեղ շրջապատը ուրիշ է, սաղուր կռիվ դավեն անում, վեճեր են անում։ Մարդիկ միլիոններ են ծախսում, դեր ցավը տանում, ես չեմ հասկանում, ես ինչ միլիոններ են ծախսում, միլիարդներ են ծախսում, իրանց երեխեքին ուղարկում են Քեմբրիջ սովորելու, Օքսֆորդ սովորելու, բանի այդ ինչա ինչ էր կոչվում UCL սովորելու եւ անի ես չեմ հասկանում մեր այս ինչ մտածողությունն է մեր մոտ մտած երեխեն հանկարծ տնից այն կողմ չկա չէ մի րոպե Սամվել ջան Իսկ Սարդարապատի դպրոցը սկանդալների կենտրոնում է։ Տեղի ունեցածը հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները դեռ հստակ չեն։ Նախ աշխատանքից ազատվել է դպրոցի տնօրենը անվստահության հիմքով, իսկ ընդամենը 1 օր անց դպրոցից անհետացել է կարևոր խորհրդանիշ Արցախի դրոշը, որի վրա գրված էին 44-օրյա պատերազմում զոհված հերոսների անունները։ Սարդարապատ համայնք եւ դպրոց այցելել է իմ գործընկեր Անահիտ Սարգսյանը։ Նախ անվստահության հիմքով աշխատանքից ազատվեց Սարդարապատի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը, ապա հաջորդ օրը մարզպետի այցի արդյունքում հեռացվեց դպրոցի փառքի անկյունում տեղադրված դաշնամուրի վրայի դրոշը, Արցախի դրոշը, որի վրա գրված էին 44-օրյա պատերազմում զոհված հերոսների անունները։ Ոչ միայն հեռացվեց, այլև կորավ։ Թե որտեղ այն հիմա մարզպետի հրահանգից հետո դպրոցում ոչ ոք հստակ չի ասում։ Ես չգիտեմ հիմա կա թե չկա, անկեղծ ասած, այդ օրվանից հետո ես առաջի անգամ եմ դպրոց մտնում, քանի որ դա եղել է 2 օր առաջ։ Ես առաջի անգամ եմ մտնում։ Դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մովսիսյանն ասում է նոր է նշանակվել։ Երբ հետաքրքրվել է դրոշի ճակատագրով, իրեն փոխանցել են, որ այն դաշնամուրի վրա է հայտնվել ընդամենը մի քանի օր առաջ։ Մի մեծ դրոշ ես ինձ հետ բերել եմ, որ Հայաստանի Հանրապետության դրոշը երկրորդ հարկի պատին եւս փակցված լինի բարձր տեղում։ Ես կարծում եմ դրոշի տեղը, Հայաստանի Հանրապետության դրոշի տեղը միշտ բարձր պիտի լինի։ Իսկ Արցախի դրոշն Բայց աշխատակիցները հակառակն են պնդում։ Ասում են դրոշը միշտ իր տեղում է եղել։ Պարզապես հին շենքից տեղափոխվելուց հետո դաշնամուրը դեռ չէր տեղափոխվել, իսկ երբ այն վերջապես տեղադրվել է, դրոշը կրկին փռվել է նրա վրա։ Դպրոցում այն մասնաշենքում միշտ էլ դրոշը եղել է։ Եղել է դրոշը, հա։ Հին դպրոցում եղել է։ Ինչու նախ հեռացվեց տնօրենը, ապա անհետացավ դրոշը։ Արմավիրի մարզպետարանի հանրակրթության վարչության պետը վստահեցնում է, ոչ թե դրոշը դուր չի եկել մարզպետին, այլ դիրքը, սեղանին փռված լինելը։ Կարծես թե սփռոց լիներ փռված, այդպես է ասվել։ Մարզպետը այդպես է ասել, այսինչ է։
Իսկ ինչ վերաբերում է տնօրենի ազատմանը, մարզպետարանի ներկայացուցիչների հետ դպրոց եկած իրավաբանը մի քանի կետերով ներկայացնում է ազատման պատճառները։ Առաջինը, որ դպրոցում առաջացած ուսուցչի թափուր հաստիքի համար մրցույթ չի հայտարարվել եւ այդ թափուր հաստիքի դասաժամերը տրամադրվել են այնպիսի մանկավարժին, որ այդ իրավունքը չուներ։ Մինչ նրանց դպրոց գալն էինք խոսել մարզպետարանի մամուլի ծառայության ներկայացուցչի հետ, ասում էր դրոշը հեռացնելու նպատակ երբևէ չի եղել։ Չհամապատասխանում իրականությանը, որ որոշումը եղել է Արցախի դրոշի պատճառով, արձակման հրամանը որոշումը արդեն իսկ եղել էր։ Սակայն փաստն այն է, որ դրոշը մինչև հիմա իր տեղում չէ։ Մինչ փորձում էինք պարզել, թե ինչ է տեղի ունեցել, հանրակրթության բաժնի պետը հայտարարեց, թե նոր տեղեկություն ունի։ Երբ որ բարձրացանք վերև, ուզում էինք ուսուցիչների հետ հանդիպել մարզպետի հետ միասին, ու երբ որ մենք իջել ենք, դա տևել է երևի թե մի 10-15 րոպե, ոչ ավել, փոխտնօրենը նոր ասաց, որ մենք իջել ենք բոլորս միասին եւ դրոշը արդեն այստեղ չի եղել։ Արդյոք դպրոցի համար խորհրդանշական դարձած դրոշը կվերադարձվի, դպրոցի ժամանակավոր պաշտոնակատարը տեղյակ չէ, ոչ դրոշի գտնվելու վայրից, ոչ էլ ապագայից։ Միայն մի բանում է վստահ, անելու է այն, ինչ ասում է վերադասը։ Որպես սփռոց դա չպետք է լինի դաշնամուրի վրա, իսկ հետո ինչ կլինի, դա կհասկանանք ոնց է ճիշտ։ Ես առաջնորդվում եմ ըստ կարգի։ Թե որտեղ է հայտնվել դրոշը մարզպետի այցից հետո, դպրոցում դեռ չեն կարողանում պարզել։ Մենք հետո դրոշը չգտանք։ Մեծ զրույցում դպրոցի արդեն նախկին տնօրեն Կարինե Սմբատյանը նշեց, թեև ազատվել է աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածով, սակայն համոզված է իրական պատճառը իր ընդդիմադիր քաղաքական հայացքներն են։ Մարզպետարանից սակայն պնդում են, նրա քաղաքական դիրքորոշման մասին տեղեկություն չեն ունեցել։ Ես չեմ կարող ասել, որ նա ունի ընդդիմադիր հայացքներ, քանի որ մենք բոլորս պետական աշխատողներ ենք եւ դպրոցն էլ ապաքաղաքական կառույց է։ Մինչ պաշտոնյաները փորձում են բացատրել տեղի ունեցածը, փաստը մեկն է։ Տնօրենի հետ անհետացել է նաև Արցախից բերված Արցախի դրոշը։ Անահիտ Սարգսյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ հնարավոր է հաշտվել հայրենիքի կորստի հետ։ Հնարավոր է հաղթահարել հայրենիքից հեռու ապրելու ցավը։ Հայրենիքից հեռու ապրող մարդիկ ասում են, հայրենիքը քարտեզ չէ, որ ջնջես, պատռես ու մոռանաս։ Այն հիշողություն է, հույս եւ սպասում։ Բաս քու սրտի դավթրումն էլ ոչինչ չկա գրած։ Ասում էր Պեպոն, ցույց տալու համար, որ թղթի վրա գրված պարտքը կարող է ջնջվել։ Մարդու հիշողությունից երբեք։ Այս տողերն այսօր այլ կերպ են հնչում արցախցիների ականջներում։ Հայրենիքը միայն քարտեզի վրա գծված սահմանը չէ, որ պատռես, չընդունես ու մոռացվի, ասում են արցախցիները, շեշտելով, որ այն ապրում է հիշողություններում, որը կապում է մեզ անցյալի հետ։ Որ գնաս Արցախ, առաջինը որտեղ կգնաս։ Մեր տունը։ 7 տարեկան Արփին է, Ստեփանակերտում է ծնվել։ Արփիի ընտանիքը Արցախի հայաթափումից հետո է տեղափոխվել Երևան։ Այսօր արդեն դպրոցական, իսկ տան դուռը կողպելիս ընդամենը 4-ամյա աղջիկը չի մոռացել ոչինչ։ Թե որտեղ էր իր տունը, ասում է. «Մամ, ցույց տուր»։ Ստեփանակերտ մեր տունը շտեղալ է։ Հեքիմյան 8-ին։ Բա Հեքիմյանա պիցիացալ, ինչ եկեղեցի այլ այնտեղ։ Դող Իլելա Սուրբ Հակոբյան։ Հակոբ եկեղեցի։ Արփիի հետ տակ-տակ զրուցելիս մեզ է միանում 8 տարեկան եղբայրը, Արթուրը։ Ինձ էդի Արցախը իմ կյանքս է։ Հակառակ ամաչկոտ ու քչախոս Արփիի, որի հետ միայն մտերմանալուց հետո կարողացանք զրույցի բռնվել, Արթուրը ավելի անկաշկանդ է եւ շփվող, բայց դե Արթուրը միայն խոսելով չի սահմանափակվում, նկարում է, նվագում, ոգևորված եղբոր տաղանդներից Արփինը սկսեց ասմունքել, բայց հարազատ բարբառով։ Հիբո արևքանունի, գելականուն վեր քեզ խտի, ես քանուն կիզանավ, դու էլ գիտում մզանավ, հիբո երկինքը հիլորվ է, գելականուն կողքետ նստին, ինչին են չմն կզանավ, կզել գիտում մզանավ։ Հայրենիքը չի մոռացվում, ասում է փոքրիկների մայրը, Տիկին Վիկտորիան։
Մարդիկ կարող են հեռանալ իրենց հողից, բայց հայրենիքի հիշողությունը, սպասումը, վերադարձի հավատը մնում են։ Երեխաների հետ ես հաճախակի եմ զրույցներ ունենում այդ մեր տանտեղը չմոռանալու կամ Ստեփանակերտի տարբեր վայրերը չմոռանալու, այդ տեղանքները չմոռանալու մասին ու հաճախակի եմ հարցեր տալիս, նույնիսկ ժամանակալինում, որ իրենք են ուզում մտահղացումը իրենցն ա լինում, որ պատմեն ոնց են հիշում այդ ամենը։ Վիկտորիան իրենց տան մասին խոսելիս հուզվում է, ոչինչ չեն վերցրել իրենց հետ։ Ասում է, մեկ մեքենայի մեջ մի ամբողջ կյանք, ինչպես տեղավորեինք։ Մի ավտոյի մեջ 6 հոգանոց ընտանիք, դե պատկերացրեք ինչ կարող էինք տեղավորել մեզ հետ։ Մենակ մեզ տեղավորեցինք ու մեկ էլ մի քանի շոր։ Ու այդ շորերի մեջ մտան իմ բալիկների համար եռագույնով գործած մայրիկիս գործած շորերը, որ վախով ես խցկել էի արանքները, որ հանկարծ չհանեն հակարիում, չասեն դրոշա, ծաղրեն կամ չգիտեմ ինչ որ բաների ենթարկեն մեզ։ Պատերազմը փոխեց Վիկտորիայի կյանքը, բայց ոչ հավատը։ Կորուստը մեծ է, բայց նաև հավատն էլ կարող է մեծ լինել, որի շնորհիվ կարող ենք մեր այսպես ասած երազանքին հասնել։ Ինձ թվում է երևի չկա մի արցախցի, որ այդ երազանքը չունենա, որ հետ վերադառնա իր տուն։ Իսկ հաղթահարելի է հայրենիքից հեռու ապրելու ցավը։ Կան բաներ, որ շատ դժվար է ընդունել իսկապես իրականության մեջ։ Տեսեք, մտերիմի մահը, երեխայի մահը, պատերազմ զոհված 18 տարեկանի այդ կարգի նյութական կորուստները, դա շատ դժվար է ընդունել, բայց այստեղ գալիս է ալտերնատիվ հարց, որ չընդունես եւ անընդհատ ներվայինանաս, անընդհատ ջղայնանաս, անընդհատ տեղը չգտնես, անընդհատ կատաղես, նույնիսկ կատաղության զայրույթներով լի դառնաս, լավ կլինի դրանից։ Այսինքն ստեղից էլ գալիս է մեկ ուրիշ էտապը մեր կյանքի, որ ամենակարևորը մեր առողջությունն է։ Վալոդիա պապիկը Նախիջևանից է։ Նրա երազներում ու հիշողություններում կենթանի են մնացել Ազա եւ Փառակա գյուղերը։ Ծնողներս բնիկ պապս, տատս, ծնողները Փառակա գյուղից են, Գողթանգավառի Փառակա գյուղից են, բայց ես ծնվել եմ Փառակայի մոտիկ Ազա գյուղում, որը Արաքսի հարթավայրախապին գտնվող գյուղ է, Գիլան գետի ափին։ Պարզապես հորս նշանակված էր տեղ աշխատել որպես դպրոցի տնօրեն, այդ տարիներին ես ծնվել եմ Ազայում։ Հիմա մի մասը ինձ ոգևորում են, ասում մեր ազատցին է, մի մասը ասում մեր փառակեցին է, այսպես ասած։ Իսկ ինչպիսին էր գյուղը մոտ 40 տարի առաջ։ 79-ամյա Վոլոդիա պապիկի ականջներում դեռ լսվում է գետի խշշոցը։ Գյուղը լեռնային գյուղ է, կարելի ասել դրախտի մի կտոր, այսպես ասված, ոնց որ ընկածելներ այնտեղ։ Գեղեցիկ բարձր սարեր, լանջերը ալպիական ծաղիկներով, չգիտեմ, գյուղի մեջով հոսում է Փառակա գետը։ Վոլոդիա պապիկը մաթեմատիկայի բազմավաստակ ուսուցիչ է, ունի 50 տարվա աշխատանքային փորձ։ Մաթեմատիկական չոր ու ճշգրիտ հաշվարկների կողքին հուզական տողեր են։ Վալոդիա պապիկն է ստեղծագործել։ Հող իմ հայրենի, օտարին գերված հուշ ես դարձել երազանք կորսված օրան։ Այցի ես գալիս երազում միայն, դարերից եկած իմ Գողթանգավառ։ Իսկ հայրենիքի կորստի հետ հաշտվել հնարավոր է։ Ես չգիտեմ, հաշտվել հնարավոր չէ։ Հաշտվել, որ ես հիշում եմ, օրինակ սիրտս որ ասած ճակում է, նոր խոսում է, արդեն հուզվում է, հայրենիքից որ խոսում է, ով օդը շնչել է, ջուրը խմել է, ոնց կարող է, ամեն մի թուփը, քարը, ամեն ինչ հարազատ է։ Վոլոդիա պապիկի հայրենիքից ընդամենը մի քանի ընտանեկան լուսանկար է մնացել։ Հաճախ է թերթում ալբոմները։ Նայում է երկար, լուռ։ Յուրաքանչյուր նկար մի ամբողջ պատմություն է։ Մարդիկ, տունը, գյուղի փողոցները, այն կյանքը, որը մնացել է այնտեղ, հայրենիքում, Նախիջևանի, Ազա եւ Փառակա գյուղերում։ Նայում եմ, հիմա պատկերացնում եմ, որ այս գետի ափին եք նստած, այս ծլոկցուր տեղամասում եք նստել, որ հաց ենք ուտում։ Այստեղ ասենք այս քնարիկ տատիներ, որ հարևանին են քաներ գովացել մեր գյուղի մասին, որ մի օր ասեց գնալուց մեզ էլ տա ձեր գյուղը տեսնեմ։ Իսկ հայրենիք ու կորուստ բառերը համատեղելի են։ Ես համարում եմ, որ ոնց որ չկա անձի կորուստ, որտեղ հոգին անմահ է, այդպես էլ չի կարող լինի հայրենիքի կորուստ։ Այսինքն մենք կարող ենք մեր հայրենիքում չապրել,
Բայց այդ չի նշանակում, որ մենք կորցրեցինք։ Հայը ուր էլ գնա իր հետ տանում է հայրենիքը, ասում է հոգեբանը։ Դա որևէ մեկը խլել չի կարող։ Ու նաև երազանքը, որ վերադառնալու է այնտեղ, որտեղ ձևավորվել է իր պատմությունն ու ինքնությունը։ Երեք տեղի է ունեցել Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստը։ Դատարանում մեղադրյալը խոստովանել է իր մեղքը եւ պատմել սպանության մանրամասները։ Սպանելու process-ը թփերի հետ է մեզ պատմվածել Գրիգորյանի կիսնակարգուստան մոտի երբ որ ուսանողը մի քանի վարքեր ես բերետս ուսանողը բացել եմ վերջի իրենց ու բացել եմ Սկզբից գրակել եմ ողբերի հատվածը, ինչի համար, որպեսի բաղված է վարոտ է գրիգորյանից այդ որ կար, արձում գալսանը, հետո որ իմացավ կաղան ռազմամուշանշում, որպեսի կարգն վարոտ է գրիգորյանը մնատեղ ունենակ խողքում մաչունին է, դեպի ժամանակ չկախան, խաղն ու բաղկար ու ձերով Տարամիր հետևը մենք վահեցնելու համար դե պրոստը խաղները ու շարժվելուց ես կրած հասնցը, կրակը հետ բացեցի իրենց ողջերի արջը, Այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, Քանաքեռ հեկի ջրամբարում երկու քաղաքացի ջրահեղձ է եղել։ Հաջողվել է հայտնաբերել ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկի մարմինը, մյուսի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ոստիկանությունը պարզում է քաղաքացիների ինքնությունը։ Իսկ այժմ Իրանի շուրջ զարգացող իրադարձությունների մասին։ Արդեն մեկ ամիս շարունակվող պատերազմի ֆոնին լարվածությունը տարածաշրջանում չի նվազում։ Թեհրանը հայտարարում է, որ ոչնչացրել է ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչ։ ՏԱՍՄ-ի գործակալության փոխանցմամբ ԱՄՆ-ի փորձը գտնելու կործանիչի օդաչուին ձախողվել է։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է ավելի կոշտ հայտարարություններ անել, խոսելով Իրանի կենսական ենթակառուցվածքներին հնարավոր հարվածների մասին։ Ինչ կարող է նշանակել այս բախումը տարածաշրջանի համար եւ որքան հեռու կարող է գնալ այս սրացումը, ռեպորտաժում։ Աշխարհի ամենաառաջադեմ կործանիչը F-35-ը մոտ 20 տարի է արտադրվում է, 7 տարի կիրառվում է մարտական գործողություններում եւ ոչ մի անգամ ոչ մի թշնամի չէր կարողացել այն ոչնչացնել։ Մինչև ապրիլի 3-ը պաշտոնական Թեհրանը կործանիչի ոչնչացումից կադրեր է հրապարակել։ Ըստ իրանական լրատվամիջոցների ամերիկյան ուղղաթիռները Իրանում կործանիչի օդաչուին են փնտրում։ Սակայն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նշում է, որ սա ոչնչացված երկրորդ ամերիկյան կործանիչն է։ Առաջինը F-15-ը ոչնչացվել էր դեռ մարտի 2-ին։ Եթե այդ պնդումները հաստատվեն, սա կլինի պատմության առաջին դեպքը, երբ F-15-ն ու F-35-ը կործանվել են իրական մարտական պայմաններում։ Հասկանալու համար, թե ինչու է սա պատմական, պետք է իմանալ, թե ինչ կործանիչի մասին է խոսքը։ F-35-ը նախագծված է այնպես, որ թշնամու հակաօդային համակարգերը նրան ուժ հայտնաբերեն կամ ընդհանրապես չնկատեն, դրանով իսկ թույլ տալով կործանիչին ներթափանցել այն տարածք, որտեղ թշնամու հակաօդային պաշտպանությունն ամենաուժեղն է եւ հարվածել նախքան հակառակորդը կկարողանա արձագանքել։ Դրա համար կործանիչի մակերեսը ծածկված է հատուկ նյութով, որը կլանում է ռադարի ճառագայթը անդրադարձնելու փոխարեն։ Զինամթերքը եւ վառելիքը կործանիչի ներսում են, որպեսզի ռադարը դրսից ոչինչ չնկատի։ Արդյունքում թշնամու ռադարի էկրանին F-35-ը երևում է փոքր թռչնի չափ։ Այս կործանիչը ձայնից արագ է թռչում եւ ներսում կարող է տեղափոխել 8 տոննա զինամթերք։ Ամերիկյան ռազմաօդային ուժերի հպարտությունն ու Մերձավոր Արևելքի երկնքի տիրակալը միջև այսօր անպարտ էր մնացել։ Հենց դա է պատճառը, որ Վաշինգտոնում այս լուրն անհանգստություն է ստեղծել, ոչ թե կորցրած ինքնաթիռի ֆիզիկական արժեքի, այլ հոգեբանական ու ռազմավարական ազդակի պատճառով։ Սակայն Թեհրանը հաղթանակով ոգևորվելու երկար ժամանակ չունի, Թրամփը գործողության է անցել։ Սոցիալական ցանցերում նա հրապարակել է Թեհրան-Քարաջմայրուղու կամրջի փլուզման տեսանյութը կից գրությամբ։ Իրանի ամենամեծ կամուրջը փլուզվում է, դրանից այլևս երբեք չեն օգտվի, առջևում դեռ շատ անելիք կա։ Իրանը պետք է համաձայնության գա, քանի դեռ ուշ չէ եւ ոչինչ չի մնա այն բանից, ինչը կարող է մեծ երկիր դարձնել։
B1 կամուրջը, որի բարձրությունը 136 մետր է, շինարարության վերջնական փուլում էր եւ պետք է միացներ Թեհրանն ու Քերեջը։ Իրանական ինժեներիայի ճանաչված գլուխգործոցին հարվածելու հետևանքով 2 մարդ է զոհվել, կան վիրավորներ տեղի բնակիչների շրջանում։ Դոնալդ Թրամփը սպառնացել է ջնջել երկրի երեսից Իրանի էլեկտրակայաններն ու խմելու ջրի արտադրության կայանները, եթե Թեհրանը շուտով չհամաձայնի խաղաղության պայմաններին։ Այսօր կարող եմ ասել, որ մոտ ենք առաջիկայում Ամերիկայի Միացյալ Նահանգների բոլոր ռազմական նպատակներին հասնելուն։ Առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում չափազանց ուժեղ կհարվածենք։ Նրանց կվերադարձնենք քարե դար, որտեղ նրանց տեղն է։ Ինչ է նշանակում հարված էներգետիկ համակարգին։ Առաջին հերթին Իրանում ապրում է 90 միլիոն մարդ։ Փորձագետները մատնանշում են, որ Իրանի էլեկտրաէներգիայի ավելի քան 95%-ն արտադրվում է գազով եւ նավթով աշխատող ջերմային կայաններում։ Երկրում կա մոտ 130 նման կայան։ Ամենամեծը Դամավանդն է, գրեթե 3000 մեգավատ հզորությամբ։ Հաջորդը Նեկկան է, Կասպից ծովի ափին։ Դրանց ոչնչացումը կնշանակի հիվանդանոցներ առանց հոսանքի, ջրամատակարարման համակարգեր առանց պոմպերի, կապ առանց ցանցի։ Amnesty International միջազգային մարդասիրական կազմակերպությունը հայտարարել է, որ նման հարձակումը կնշանակի պատերազմական հանցագործություն։ Թեհրանն էլ չի լռում։ Իրանի արտգործնախարարն արդեն ասել է, որ կառույցներին հարվածելը կստիպի ոչ թե հանձնվել, այլ ավելի ամրանալ։ Յուրաքանչյուր կամուրջ եւ շենք ավելի ամուր կվերականգնվի։ Ինչը երբեք չի վերականգնվի։ Ամերիկայի հեղինակությանը հասցված վնասը։ Թեհրանն ուղղակիորեն նախազգուշացրել է, որ եթե ամերիկյան հարվածները շարունակվեն, ապա իրենք կկործանեն Պարսից ծոցի արաբ դաշնակիցների էներգետիկ ենթակառուցվածքները՝ Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ, Քաթար։ Տարածաշրջանի ամբողջ էներգետիկ համակարգը կարող է հայտնվել կրակի տակ։ Ֆինանսական շուկաներն արդեն կտրուկ են արձագանքում այս պատերազմին։ Նավթի գինը 1 բարելի դիմաց հասել է $117։ Միջազգային արժույթի հիմնադրամը զգուշացնում է, շարունակելու դեպքում ամբողջ աշխարհի բնակչությանը կսպառնա ավելի թանկ կյանք եւ ավելի դանդաղ զարգացող տնտեսություն։ Իսկ Ֆարս լրատվական գործակալության հաղորդմամբ Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը կարճաժամկետ հրադադարի վերաբերյալ։ Աղբյուրի փոխանցմամբ ապրիլի 2-ին Վաշինգտոնը բարեկամ երկրի միջոցով առաջարկել էր 48 ժամով դադարեցնել ռազմական գործողությունները։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Մեր թշնամիները պարտվում են, իսկ Ամերիկան հաղթում, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Մեր գրանցած առաջընթացի շնորհիվ մոտ ենք ռազմական բոլոր նպատակների իրականացմանը։ Առաջիկա 2-3 շաբաթներին պատրաստվում ենք չափազանց ուժեղ հարված հասցնել եւ իրանցիներին վերադարձնել իրենց հոգեհարազատ քարի դար, ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Թրամփը նաև առաջարկել է Իրանի գլխատմանը մասնակցելուն հրաժարված երկրներին վառելիք ձեռք բերելու համար առաջին հերթին նավթ գնել Միացյալ Նահանգներից, երկրորդ հերթին համարձակություն ցուցաբերել ու գնալ Հորմուզի նեղուց եւ գրավել այն։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը բաց նամակով դիմել է ամերիկացիներին, գրում է TASS-ը։ Նա ասել է, որ Իրանի ժողովուրդը թշնամանք չի տածում այլ ազգերի, այդ թվում Միացյալ Նահանգների, Եվրոպայի կամ հարևան պետությունների ժողովուրդների նկատմամբ։ Իրանի գործողությունը չափված պատասխան է, որը հիմնված է օրինական ինքնապաշտպանության վրա։ Այն պատերազմի կամ ագրեսիայի սկիզբ չէ։ Իսկ Միացյալ Նահանգների հարձակումները Իրանի ենթակառուցվածքների վրա Փեզեշքյանը որակել է Իրանի ժողովրդի դեմ ուղղված ռազմական հանցագործություններ։ Թրամփն էլ հայտարարել է, որ ամերիկյան ինքնաթիռի կործանումը չի ազդի Իրանի հետ բանակցությունների վրա։ Ոչ ամենևին, մենք պատերազմի մեջ ենք, ասել է նա NBC-ին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե ցանկանում են Ռուսաստանը լինի միջնորդ Իրանի շուրջ գործընթացը կարգավորելու հարցում, Մոսկվան պատրաստ է ստանձնել այդ դերը։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը Վլադիմիր Զելենսկիին չի առևանգի այնպես, ինչպես Ամերիկան Նիկոլաս Մադուրոին։ Դա մեր ոճը չէ, մենք մեզ հարգող ու աշխարհում հարգված երկիր ենք։ Եթե գործենք նման մեթոդներով, կկորցնենք հարգանքը մեր նկատմամբ, ասել է Մատվիենկոն։ Իրանական ԱԹՍ-ն Քուվեյթում ոչնչացրել է ամերիկյան CH-47 Chinook ուղղաթիռ։ Թել Ավիվը գիշերվա ընթացքում ենթարկվել է հարձակման։ Արտակարգ իրավիճակ է Չինաստանի Գիյանգ քաղաքում։ Կարկուտը կաթվածահար է արել քաղաքը։ Մարդկային առաքելություն դեպի լուսին, կես դար անց։
Մեկնարկել է երբևէ իրականացված ամենաերկար տիեզերական ճանապարհորդությունը։ Հրթիռը տիեզերք է ուղարկվել Ֆլորիդա նահանգի կանավերալ Հրվանդանից։ Արտեմիս երկրորդի անձնակազմը երկրի ուղեցրի շուրջը կկատարի 10-օրյա առաքելություն։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում եղանակի մասին։ Այսօր հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, այնպես որ տնից դուրս գալիս չմոռանաք անձրևանոցը։ Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 4-ից 6 աստիճանով։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 13-ից 15, իսկ երեկոյան 9-ից 10 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի գլխավոր թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին։ Կհանդիպենք։